Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է իմ շատ սիրելի Խաչիկ Մանուկյանը։ Բարև ձեզ, Խաչիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ապագայում Խաչիկ Մանուկյանը մասնակցելու է, պայքարելու է Վաղարշապատ համայնքում ընտրություններ են լինելու, պայքարելու է այնտեղ, մասնակցելու է, քանի որ դեռ ժամանակը չի սկսել, դրա համար ես մի քիչ այսպես վերապահումով անով եմ մոտենում, կգա ժամանակը, շատ շուտով կգա ժամանակը, չնայած արդեն ազդարարվել, հայտարարվել է, բայց երբ որ մտնեն արդեն ընտրապայքարի մենք շատ ավելի կոնկրետ կխոսենք այդ պայքարի մասին եւ ծրագրերի մասին եւ մի շարք հարցերին կանդրադառնանք, բայց մինչ այդ մի քանի հարց կա, իհարկե կարևոր հարցեր առանձնացնել են, բայց կարծում եմ սա էլ կարևոր է, մենք պետք է խոսենք դրա մասին։ Արմեն Ալեքսանյան անունով կա մի քաղաքացի շատ հետաքրքիր, շատ հումորով, չգիտեմ ծանոթ եք թե չէ, ինքն էլ է Էջմիածնից եւ երբ որ սկսեց այս ստախոս ինչ էր արել, բիոսարքը, լավ անուն է դրել Ռոբերտ Քոչարյանը Նիկոլին, ստախոս բիոսարքը, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ազգակործան պատոհասի, մաս սպասենք տեսնենք թե մի հատ տիպիկ ինչ է ասելու Սերժ Սարգսյանը, ինչի համար ասեցի, որտեվ ինքը այս ստախոս բիոսարք ինչ որ անդադ բանավեճի է կանչում եւ լավ զվարճանում են, մեկ անվերջ հոգեբուժարան է ուղարկում, ասում է քո այս բաներով, իհարկե ամենասուր արձագանքը միշտ լինում է առաջին նախագահի թիմի կողմից շատ դիպուկ, շատ մեծ հեգնանքով, ես կարծեմ, որովհետև իրան շատ լավ են ճանաչում հենց դրա համար։ Ուրեմն Արմեն Ալեքսանյան անունով քաղաքացին շատ հումորով հետաքրքիր բաներ էր անում եւ այսպես էր սկսում իր փոքրիկ այդ 1 րոպեանոց, կես րոպեանոց փոքրիկ ռեպորտաժները, որ Նիկոլ Փաշինյան, էլի ես եմ, ու ինչ որ մի զվարճալի մի բան էր ասում, ինչ որ ձվածեղ էր անում, հետո գնում էր, ասենք քարքարոտեղ էր կանգնում, ասում էր Նիկոլ, օրինակ ինչի է, այս քարերը ինչի է պետք, այս էլ ծախի թուրքերին թող գնա, կամ Նիկոլ, այս անտեր ջուրը ստեղ գնում է, ինչի է պետք, այս էլ ծախի թող գնա, այս գմբեթ ինչի է պետք, Նիկոլ, այս էլ տուր նվիրի թուրքերին թող գնա, այսպես զվարճանալով ինչ որ բաներ, հիմա կխնդրեի հիշեցման կարգով էլի, որ ցույց տայք թե ինքը ով էր եւ ինչով է զբաղվում եւ երեք, սա ինչի եմ խոսում իր մասին, որովհետեւ այն ժամանակ երբ որ կալանավորեցին Սրբազանին եւ 16 հոգու 17 հոգու, նրանց թվում նաեւ Արմեն Ալեքսանյանի բանը վտանգ է իրենից ներկայացնում, այս մարդը հումորով ինչ որ անդրադ, ասենք հողի մեջ կանգնած ինչ որ հումոր այն այսպեսի մի բան անում, ասում է խնդրեմ։ Այո։ Ես եմ։ Հələ այդ հարցանում։ Այս արած գյուղում եմ մեր Էջմիածնի։ Մի փոքր ջերմոց եմ եկալ եմ։ Պրոստը քեզի զգուշացնում եմ, որտեվ գյուղի ժողովուրդը արդեն վախեցել է քեզանից, գյուղատնտեսությամբ չի զբաղվել։ Ես եկել եմ ասեմ, որ նորմալ է սա։ Հիմա նայեք, ծակերը բացել է, որ թաղար դնեմ, այս բերքից օգտվեմ էլի, դե մի քիչ էլ ես թալանեմ, դուք ոնց եք թալանում այդքան, այս Հայաստանը թալանը բրծել ես, բայց մի բանն է վատ, որ Թուրքիային է մոտիկ ես Արաքս գյուղը, այս բերքից օգտվեմ բրծնել են, նոր եթե ուզենաս հանձնելու լինես, խնդրեմ, ինչքան դիպուկ, ինչքան ժողովրդական խոսքով, հետաքրքիր է, Նիկոլ, ինչից ես, դու էդ ինչ սարսափած ես, բայց դուք պատկերացնում եք, ասենք, Նիկոլ, դու էդ ինչքան վախեցած ես, որ ես մարդուց իբիջալոց սոցիալապես ծանր վիճակում, անչափահաս երեխաներ ունի, ձեր ծնողներ ունի, ասենք սոցիալական ծանր վիճակում, այս մարդուն ինչ որ ձվածեղի համար հայ մարդ է, չէ՞, իսկ հայ մարդ է, վտանգ է ներկայացնում, վախդ կտրվի, Նիկոլ, այս ով ես դու, այս ինչ ես անում, հասկացանք գեներալ ես տանում, հասկացանք, հասկանալ պայմանական ասած, էլի Սրբազան ես տանում, հասկացանք նախագահներին ես վրա տվել, որտեվ նախագահները որ խոսում են, կողքը մի հատ ողոր էլի արարած ոնց որ լինես, տղա ջան, ես մի հատ հատուկ հեսա հաղորդում եմ նվիրելու, ամոթ չի, գնա նստի, քո տուպոյ գլխով գլուխը ցենց իջեցրու, թուղթ ու գրիչը վերցրու օրինակ, տես Բագրատյանը ինչ է ասում, օրինակ անհարմար է, մի տեղ կան, լսի ցենց նստի, գրի, որտեվ ուղեղը տիվիճակի չին գալու, գրի, ասա, տես ինչ է ասում, այս երկիրը հզորացնում, տես Ռոբերտ Քոչարյանը ինչ է ասում, գրի, չէ որ ասենք եթե նպատակ էր, ինձ թվում է խելքը չի կտրում, գրի, Խաչիկ Սուքիասյան, դու գոնե ընկալում ես էլի, ասենք ինչ է, քո շահից ելնելով, դրանց մեջ չկա, մի հատ ուղեղներում չգիտեմ ինչ ալացած, մի հատ գնացեք թուղթ ու գրիչով, գրեք, այս մարդիկ ինչ են ասում, անդունդի մեջ եք գցել, պատրաստում եք Սյունիք, Արցախ սա նվիրաբեր, Արցախ, Աստված իմ Արցախ նվիրաբերել, Արցախը նորես նվիրաբերել, Սյունիքը նվիրաբերել
նվիրաբերել Երևանը նվիրաբերել բան, մի հատ լսի, որ այս ողբերգական վիճակում, այս անդունդի մեջ լսած վիճակում ինչ է առաջարկում երկրորդ նախագահը, թուղթ ու գրիչով գրեք, մարդ ես էլի, կարող է ձեր մեջ մի հատ հայը խոսի հանկարծ, մարդ ես էլի ու որոշեն, ասենք փրկել Հայաստանը, մարդ ես, չէ, հնարավոր է, հիմա դու ինչ ողորմելի վիճակում ես, ինչ վախեցած վիճակում ես, այս մարդուն տարեփակել է։ Դե որտեղ ընտրությունները էջմիածնում ինքը ամեն դեպքում էջմիածնում սիրված էր եւ կարծում Հայաստանում հայերի մեջ սիրված էր։ Այսինքն ոնց է վախենում ձեր այդ ընտրությունից։ Այս դա է ուզում ասել, Որոշ ձայները ինքը կողորտի դեպի ինդիմություն եւ այս դեպքում ինքը ավելի կխեղճանա, որովհետեւ էջմիածնեցիները տրամադրված են, որ Նիկոլի ոտը էջմիածնում։ Նախ ազատ թող այս մարդուն, այ անամոթներ, ազատ թողեք այս մարդուն։ Ուրեմն ասամ ձեզ եւ հիմա դուք ասացիք որ չի գրում, չի գրառում այդ Հրանտ Բագրատյանի Որտեղ չի հասկանում, գրի։ Քոչարյանի ասածը գրի։ Դες ինչ ասում, գրի։ Իրենք զբաղված են ընկալելու Ալիևի ասածը, միակ տեղը ակնհայտորեն որ տեսնում ենք ժպիտ է գալիս այս մարդու դեմքին, դա Ալիևի Երջանկանում է, չէ։ Միանգամից հարազատներին Երջանկանում, որոնց շնորհիվ այսօր կարողանում է Հայաստանում մնալ, իշխել եւ այդ մարդը ամեն դեպքում իր հոգու ցալքերում ունի մի կետ, որտեղ հասկանում է, որ այս իրականության մեջ ապրելը ինչ որտեղ ուզում է հասկացնի, որ ժողովուրդ, հիշում եք մուրճը դրած նորից ուզում էր հիշեցնել այդ մուրճը, այս խեղճ մարդը ասում է, այս մուրճը արևմուտքից տալիս են գլխից, արևելքից տալիս են գլխից, հյուսիսից, հարավից տալիս են գլխից, այ մարդ չեմ ինձ ազատեք, ինձ դուրս արեք, փրկեք ինձ, որ չեք փրկում, ստիպված ես պիտի այդ մուրճը տամ ձեր գլխին։ Սա է կատարվում այսօր եւ իսկապես մենք այդ իրականության մեջ ենք։ Հիմի թե դա կբացահայտվի, թե այդպես սիմվոլներով ընդամենը կասվի, իրականությունը դա է։ Ինչ վերաբերում է նա անդրադարձ անի իսկապես գիտական մտքերին, իսկապես այն մտքերին, որոնք ելք են խոստանում այս ծանր վիճակից, նա դրա հետևորդը չէ, նա եկել է վերջնականապես ավերի եւ հիմա մենք տեսնում ենք ինչ նախանձախնդիր կերպով հարձակումները շարունակվում են հոգեվորականների դեմ, եկեղեցու դեմ, տաճարի դեմ եւ այս անընդհատ փորձում են հոգեվորականներին ուրեմն վեհափառի անունը տալ, որ մենք այսպես վեհափառի վրա ենք հարձակվում, ոչ թե տաճարի Դե Օհանավանում ինչ է կատարվում, այնտեղ գնացել էր մեր ամենասիրելի քահանաներից մեկը։ Ես միած վերջին ինֆորմացիան ներկայացնեմ, դուք վաղ առավոտից երեկույթ մինչև այս երեկվա ինֆորմացիան Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովանավան եկեղեցում ոչ մի հոգեվորական չի ներկայացել ծառայության, այս մասին Նյուզեյմի հետ զրույցում հայտնել են եկեղեցու հարևանության բնակվող գյուղացիները 3 ոստիկանություն լծվել էր այստեղ, այդ թվում եւ եկեղեցու բակ, չգիտենք թե կոնկրետ ինչն էր պատճառը, բայց ինչքանով հասկացանք, Հովանավանում նոր հոգեվոր հովիվ նշանակվեց ծառայության եւ Տեր Արամը նախկին հոգեվոր հովիվը բնակիչների հետ փորձում է խոչընդոտել Տեր Մանուկ Զեյնալյանի մուտքը, ինչպես նաեւ ոստիկաններին է հրավիրել, խուժանա էլի ոստիկանները, այսով եք դուրս են եկեղեցու օրենքներից էլ բոլոր օրենքներից իրենք ընդամենը մտածում են ինչպես անեն, որ կատարեն ՔՊ-ի հանձնարարականները, բայց իցավ Նիկոլի մենք տեսանք, որ այս տարիներ շարունակ ինչ եկել է չարչարվում է գտնի հակառակորդներ, հիմա ընդամենը 3 քահանա է գտել, Հուդայի շարավղից եկած 3 քահանա, որոնք պատրաստ են դավաճանել հայոց եկեղեցին, պատրաստ են դավաճանել սկզբունքները եւ հիմա եկել է ուրեմն հոգեվոր հովիվ Տեր Մանուկը, ում բոլորը շատերն են ճանաչում եւ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հիմա առիթ ներկայացավ Տեր Մանուկին, այդ մեր հրաշալի քահանային, ով ամանորի գիշերը մեզ հետ եռաբլուրում մնաց, իր օրհնանքը բերեց, իր խոսքը բերեց, բա իհարկե նման քահանան պիտի չընդունվեր Նիկոլի կողմից, ՔՊ-ի կողմից Եվ են ոստիկանները, ովքեր ծառայում են Հայաստանը վերացնողներին, նրանք նույնպես պիտի գային եւ օժանդակեին դրանց։ Եվ հիմա մենք ականատեսն ենք, որ այդ գործողությունները շարունակում են։ Հաջորդը Նիկոլը ամեն ինչ պիտի անի, որպեսզի կարողանա Մայր տաճարի դեմ հարձակումը իրականացնել։ Եվ միակ նշանակումը ես ասել եմ, որ սա ճիշտ արել էր, դա այն էր, երբ Արգիշտի Մեխակյանին նշանակեց մարզպետ
Մեկին ով այո կծառայեր, բայց նա չէր բերել Արգիշտի Մեխակյանին, որ գա եւ ժողովրդին ծառայի։ Նա հիմա տանում է փորձության, որպեսզի արնոտ ձեռները լվա նաեւ Արգիշտիով։ Եվ ես ուզում եմ նաեւ եւս մեկ անգամ ասել, որովհետեւ ես այդ ընտանիքը հարգում եմ, իր հորը հարգում եմ, իր պապը։ Ոնց ասես, անառակ որդի ածվել, որ թուրքի արյունոտ ձեռքա բռնել, արյունոտ ձեռքի հետ համագործակցում է։ Այդ շատ ճիշտ ասեցիք ինքը եւ նույն բանը Ռոբերտ Քոչարյանն ասեց, որ ինքը քանի որ երրորդ հանրապետությունը Նիկոլա թաթախել է արյան մեջ, ինքը դրա համար փախչում է դրանից, չորրորդ է կոչում, ում ես փնտրում։ Հետո ուրեմն դու չգիտես որ դա արյան ձեռքեր է, դու չգիտես որ այդ 5000-ի արյունը իրա դու հետ ես գրում։ Սրիկայա ինքը։ Սրիկայ ես դու։ Արգիշտի սրիկայ ես դու։ Ես մի բան եմ ուզում ասեմ, վարմունքի միջապ կա, երբ արդեն ես որոշ մեկնաբանություններ էի նայում, որտեղ արդեն անձնական այդ շտրիխները, որը անում եք եւ երեխային գիրկը գրկած ինձ ասացին, տեսեք ինչեր են գրել։ Ես որ չեմ մասնակցել տոնին, չեմ մասնակցել։ Քանի երեխա պիտի ծնվեր, եթե Արցախում, քանի երեխա պիտի ծնվեր, այդ 5000-ից 13000-ից քանի երեխա պիտի ծնվեր։ Գաղափարական վեճը պիտի լինի։ Քանի թոր պիտի ունենայիք դու քանի թոր պիտի ունենայիք։ Վաչագանից քանիսը պիտի ծնվեի։ Չի կարելի, արյան ձեռքեր չի կարելի սեղմել։ Լավ, ես շարունակեմ այստեղ եւ ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են խուլիգանական գրառումներով ծառայում են այս կամ այն կողմից, սխալվում եք։ Սա ընտրություններ է, գաղափարական պայքար։ Ես ասում եմ, որ Նիկոլի Բոտեչմիասնում չի պիտի լինի, չի պիտի ամրանա եւ նա չի պիտի կարողանա մայր տաճարի վրա գրոհը կազմակերպել։ Չի պիտի կարողանա վեհաբար դա լինելու է պատմության առաջ հայտարարություն։ Մարդիկ կան, ովքեր ուրանում են իրենց հիշողություններ եւ ընդհանրապես մենք հիմա մեր օրերում տեսանք նաեւ թե ինչպես կարող են իրենց զավակի արյունը ծախել։ Հերնում էր խիչեն ծախի, որ եթե կարող են իրենց զավակի արյունը ծախել, կարող են Դավաճանի կողքը գնալ կանգնել։ Իսկ Դավաճան իրանք են հրճակել, որ դավաճանություն է եղել եւ մինչեւ հիմա այդ դավաճանությունը չի բացահայտված։ Թեպետ արդեն ասում են, որ հենց իրենց կողմից, իրենց հանձնաժողովները կատարել են այն աշխատանքը, որը պահանջում էր լուսաբանել պատերազմական այն բոլոր դրվագները, որտեղ ենթադրաբար դավաճանություններ են եղել, բայց հիմա դա էլ չի ներկայացվում, անգամ իրենց ձեռքով արվածը, իրենց ուրեմն այսինքն վստահելի ընկերներից կազմածը, նշանակում է այդտեղ կան նաև խոցելի տեղեր, որոնք վնասելու են հենց իրենց Գերագույն գլխավոր հրամանատար մյուս, այսինքն նրանք ի վիճակի չեն եղել կազմակերպել կամ այդ հոխորտանքը, որ ասում էին կասկածում եք մեր չեն կասկածում։ Դուք այո, դուք չեմ կասկածում։ Իրանք չէ, որ իրանք պատասխանատուն են, իրենք այդ հունարին տիրապետում են։ Դե եթե տիրապետում եք եւ չեք արել եւ երեխաներին տարել եք զոհելու, ուրեմն դուք պիտի պատասխան տաք։ Հայոց պատմության մեջ չի եղել նման ողբերգական էջ, երբ այդպես տանեն այդ հրամանատարներով եւ հետ գան այդ գերագույն գլխավորն էլ բունկերներում լակելով, բերեն ծռմռելով, ինչ որ խոսքեր արտաբերի, որոնք չես էլ ուզում լսել, չես էլ կարող լսել։ Փաստը մնում է սա։ Դուք կարողացաք փոշիացնել եւ այսօր գնում եք խունջիկ եք գալիս մեր թշնամիների դեմ, որոնց դեմքին ես խաղաղ չեմ կարող նայեմ, ես կարողանամ նայել, երբ որ դրանց հաղթեմ, ծնկի բերեմ, երբ որ դրանց ցույց տամ, որ այս շներ, ձեզ հնարավորություն էր տրված, թեպետ այս ողորմելի խմբուլիկի կողմից հաշտություն, ամերաշկություն ունենալ, բայց դուք անընդհատ հոխորտում եք, դուք արդեն հասել եք նրան, որ ձեր սերունդներին թշնամական թույնը ներարկելով փորձում եք մեծացնել այդպես, որ սա արևմտյան Ադրբեջանը է, մյուս եւ այս բերաները ջուրառած գոյանքները, որոնց համար ընդամենը լափամանն է հայրենիքը, որտեղ ցանկացած վայր հանգիստ խաղաղ կապրեն առանց գաղափար, սկզբունք, հիշողություն, մենակ լինի այդ լափամանը, եւ որ գնում են ստեղից ընդեղից իրենց նկարներն են ուղարկում, դա միայն այն է, որ մենք էս կարող ենք անել, մենք կարող ենք զվարճանալ ձեր փողերով, հարկատուներ, մենք կարող ենք փոշիացնել այդ փողերը, մենք եւ այսինքն չեն էլ փոշիացնում իրենց հաճույքներին են, հիմա էլ մտածում են, որ նորից գումարը բարձրացնեն իրենց այդ ինչա խմբուլիկի աշխատավարձները, բայց խեք բարձրացնում, արդեն գիտենք, որ կուշտից լավ է սովորել եք տալանը կազմակերպել, տանում եք։ Երկրորդ նախագահը հարցազրույցի ժամանակ, երբ որ քիչ առաջ ասեցի, անգամ այս վիճակում, որտեվ ես այդպես եմ գտնում, որ
մեկը մենք տենց փայլուն մեծ մտածողներ ունենք, որ կարող են ամենածանր վիճակում լուծումներ առաջարկել, մեկը Հրանտ Բագրատյանն է, որ անգամ այդ վիճակը, ես հիշում եմ, որ Արցախի կեսն էլ տվել են այնպիսի լուծումներ էր ասում Հրանտ Բագրատյանը, այստեղից որ վերջը չի, մենք կարող ենք սա անել, մենք կարող ենք սա անել, եւ երեք չառաջ օրներ լսում եմ, այս Միջանցքի հետ կապված, ինչ առաջարկներ արեց երկրորդ նախագահը, որ կարող ենք ճանապարհը երկարեցնել, որ դա կարող ենք երաշխիք լինել, Թրամփը կարող է լինել, եթե անգամ սա, այսինքն այս ամենածանր վիճակում էլ ինչ որ լուծում է ասում, եւ այս Խուժանին երբ որ առաջարկել են, էլի սուտ, ասելա դա $1 միլիարդի ծախս, $1 միլիարդ ծախսա, մենք դա չունենք ու բացատրեց, որ սուտ է, էլի, ասենք դե այս մասը ստի բիոսարք է Նիկոլը, Հոզորոչի շատ ճիշտ էր ասում, ու բացատրեց, որ մենք Վարդենիսի հետ Արցախի հետ ճանապարհը որ գցել ենք, ինչ արժեք է ունեցել եւ ինչքան պիտի ծախսենք, ասում է, եթե մի տարի դու պարգևավճար չտաս քո բոմժերին, այդ կարող ենք կառուցել։ Պատկերացնում եք, ասենք Խուժան 1 տարի ընդամենը դրանից, էլ չեմ ասում, որ ինչքան պարտքա բերում երկրի վրա, որ խոսում ենք երկիրը շենացնելու դիրքերից, պետությունը, բայց ինքը երկիրը քանդելու դիրքերից է խոսում։ Ասում է, ես պիտի սա վերացնեմ։ Եվ քանի որ հասկանում է, որ տագնապը մեծանում է մարդկանց մոտ, որ ոնց որ թե երկիրը վերանում է, ասեն նորն եմ սարքելու։ Այն դե ոնց սարքեց, մետրո սարքի, դուք աջակցի լավ ասեց Քոչարյանը, ոչ մի բան, սիրելի հայրենակիցներ, ձևով լինելու է մեր հանրապետությունը։ Դե թող մի հատ մեր աչքը մտցնի 56 թունել է կառուցվել վերջին 10 տարում Վրաստանում։ Քանի թունելով եք ասում Նիկոլի կառուցած։ Քանի մեր ոչ մի բան, մենակ ասֆալտը սվաղելով, որտեղ եկել երկու ատոմակայանը կառուցել։ Հա, ինչ եք ասում, մեկ էլ պարտքը մեր վզի սենց։ Երրորդից ծրծամն է տվել։ Էդ էլ բացահայտեց երկրորդ նախագահը։ Մարդը զվարճանալու հնարավորություն է տալի, ինչը մենք Արմենից էինք խոսում։ Հիմա Արմենին բանտարկել է ինքն ասում։ Այսպես հումոր անող մարդուն չի կարողանում մարդը հանդուրժի։ Եվ այն մեծ ծաղրը, որ արեց մեր ժողովրդին, կալանավորելով սրբազաններին, նա ցույց տվեց, որ իր համար սրբություն չկա, իր համար սկզբունք չկա, եւ մարդիկ, որոնց օրհնությանը շատերն են ուզեցել արժանանալ, եւ ելի ուզում են եւ Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի նրանց մեկուսացրել է։ Դա կարող է անել միայն սատանան, չարքապատկանը։ Եվ հիմա որ գրում են սատանայի սատանա դատավորը, սատանայի սատանա չէ, դենա չի, ոչ մեկն էլ դենա չի։ Չէ, դրանք բոլորը իրենց արժանի պատիժը կստանան, որովհետև եթե անպատիժ մնան, այդ 4-րդ հանրապետությունը կստեղծեն, որտեղ մարդ պետք չլինի։ Սա պիտի լինի թուրքական բազա, ինչը արևմուտքի բազա, որտեղ դա եւ ընդհանրապես ձեզ ասեմ, նրանք ովքեր են ասում են, եթե մատաղի գառ են սարքում էզի, որ կողմն էլ տանեն մորթելու են։ Եթե ձեզ թվում է այն կողմը փրկություն կա, այն կողմը բանակ հոշոտելու են, չէ։ Այստեղ տարբերությունը է սա։ Հեշտ են գլուխը կտրելու, թե այնպես չարչարելով։ Ընդամենը սա է։ Այդ մատաղի գառի հոգեբանությունից, հոգեվիճակից դուրս պիտի գանք։ Իսկ դրա դուրս գալու միակ ձևը մենք ինքներս մեզ ճանաչելով երկիրը զորացնենք, կարողանանք ստեղծել այն երկիրը, որը իրենից միավոր կներկայացնի։ Եթե չէ, եթե ոչ մի բան է, եթե այս մարդը ասում է վերացրել եմ այդ պահին, ով էլ ուզի կգա կուլ կտա։ Գնդապետին փակել էր։ Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանին փակել էր։ Այն որ 3 աշխատակիցս 3 այնտեղ էր, ասում են դա մի հատ, չգիտեմ, զավեշտ է, էլի, ասենք մեկին փակում են, տեղյակ եք Տիկին Դիլբարյան, ձվածեղ անելու համար, այդ գիտեք։ Ձվածեղ անելու, երեք ասել են, եկեք, հա, պատկերացրեք, եկեք այստեղ դու ասենք այս աբսուրդը ինչի է հասնում եւ բանը, նույն այդպիսի մի հատ ինչ որ բան է գնդապետի վրա, դե չգիտեմ, դες մարդը սարսափած է, վախեցած է, sense գնում է, sense անում Նարն ինքս է վերցնում է։ Եթե մարդը ապրում է, դա արդեն ծաղր է Նիկոլի հանդեպ։ Էրդողանի գիրքը վերցնում է, մի հատ է կնոջն ատալի, սիրում ենք Էրդողանի գրքով, սիրում ենք, մի բան արա, սիրում ենք, չէ, են էլ տեսնում ասում է, հեսա կսիրեմ, հեսա ցույց կտամ թուրքի սիրելը որնա, հեսա մի հատ է ցույց կտամ թուրքի սիրելը որնա։ Տեսեք հիմա ինչ է, ուրեմն երբ որ խափանման միջոցը փոխեցին, իմիջայլոց ինքը փողի սատկացա։ Հիշում եք այն ժամանակ որ մի աստղաբաշխական թիվ ուզեցի որ խափանման միջոցը փոխեն երկրորդ նախագահի 3 միլիոն է 4 միլիոն պատկերացրեք չկա այդպիսի մի բան մի հատ ասեք հիմա որ մեղավոր չճանաչեցին ուր է այդ գումարը հարց եմ տալիս չի վերադարձրել
Բանի մասում խաչիկ միակ լսեք, չգիտի մեր ժողովուրդը, Հրան Բագրատյանը ներկայացնում է։ Չէ, պետք է գումարը օրենքով հետ է, չի վերադարձրել այս բանջը։ Որ Պարոն Հարիկյանը ներկայացրեց ինչպես են յուրացրել սահմանադրության հետ կապված բարեփոխումներ անելու գումարները։ Եվ դատախազություն հայտ ներկայացրել էր հանցանքի մասին, մինչև հիմա պատասխան չկա։ Ուրեմն դարձրել ես անտուն այս մարդուն, ազգային ժողովի падգամավորին։ Այս մարդն էլ իրանցը նույն, այո, դրա մասին եմ ասում, անտուն դուք հասկանում եք արցախցին այսօր Հանապազորյա, չգիտեմ, այս մարդիկ ոնց են ապրում, այդ հացը որտեղից են գտնում, այդ տան վարձը, այս ապրուստը ինչ է, ու վիժված տականքներ, կան մարդիկ, որ միջև ասում են, այդ գրոշները, որ տալիս է, ինչի արցախցներ տալ, որտեղ տականքներ դուք եք ընտրել, այս վիժվածքին բերել եք մեր գլխին ու տնականդ եք արել, տնավեր եք արել, ցեղասպանության առջև եք կանգնեցրել Արցախի ժողովրդին, ու այս վիճակում խափանման միջոցը փոխելու 5 միլիոն է վերցնում, այսով ես դու Այս որ ինձ թվում է բան լինի, Սոս Սարգսյանը պատմել է, ասում որ բոլշևիկներն եկել են, հետո ասել են պապս 2 թե 4 ակլոր է ունեցել։ Այդ 4 ակլորի համար են պապուն տարի, ասում վերջում այդ բանը ասել ոնց որ են ակլոր ունի։ Գնացեք այդ պատմում, ես հիշում եմ պատմում էր Սոս Սարգսյանը, գնացեք այդ ակլորին բերեք այդ մարդուն էլ ուղարկեք Սիբիր, որ սատկելուց լինի մարդամեկը։ Իսում են հոգի տարուց ասել կարող է $1000 խաչիկի գրպանում մնացել է, կա։ Կարող է, այս ինչի մոտ, Դավիթը, ասենք $100 ունի, տարեք, մեռնելուց առաջ է, չի, այս փողի սատկած, ինչ ես ուզում ես մարդկանցից, ինչ ես ուզում։ Ես վերջի անգամ դատարանի առջև երբ խոսք էի ասում, հիշեցի Սոս Սարգսյանի խոսքը, որ ասում էր մոլախոտը հելել խեղտել է ամեն ինչ, պիտի կարողանան կարմատախիլ անել։ Բայց ամոթանք տվեք, այս մարդկանցից փողա վերցնում, որտեղից պիտի տան այս մարդիկ, որտեղից։ Դե պիտի վերցնի, հիմա այս մարդը ասում չի եկել երգիր սարք, եկել է վերացնի, հիմա այս մարդը հասկանում է, որ մնացել է մի ատրիբուտ, մայր տաճար, հետ է բանակի։ Ազնիվ գնդապետա թոշակով ապրող, որտեղից է տալու, որտեղից։ Գյուղի սահմանների պայքարը կազմակերպել, ես եղել եմ, հանդիպել եմ իրեն եւ գիտեմ Մարդը նվիրյալ իր հողու ջրին, բազում եք քպն չնստացնի, այսինքն դուրս է գալիս, ուրեմն քպեական է, Այսինքն սոված մնավ, քեզ կտանեն տուն կվերցնեն։ Բոլորին ուրեմն կամ հարցակումները գործում կամ էս այնա, չգիտեմ, ամեն մեկին մի մեթոդով փորձում։ Ընդհանրապես գիտեք, մարդը եթե չի համարում գերագույն արժեքը իր երկիրը, պետությունը, հայրենիքը, նա պատրաստ է եւ վախ ունենալ եւ բան։ Հիմա Հայրիկյանի անունը տվեցի, ես ասեմ իր երկի մեջ էսի տող կա, ասում է հայրենիքի սիրով վանում ենք ահը։ Եվ այն մարդիկ են, որ այո հայրենիքի սիրով ահն են վանում, բայց այս բախեցածները հայրենիքի սեր չունեն, քպեականը ուր, հայրենիքի սերը ուր, սրանք այս գոյանքները ինչ էին ասում, հիշեք, ասում էին ովքեր ցույցերի են լինում կտանենք սահման, մեր սահման, այսինքն սահմանը պատժավայր է, այս մարդկանց համար նույն զնդանն է, նույն պատժավայրն էլ սահմանն է, հիմա այդ տրյապկեքին, ոնց եք ուզում դուք ասեք, որ սա պետությունն է, սա էսա չէ, նրանց համար հայրենիքի սահմանը անչափահաս երեխա ունի, եւ քանի որ պատժավայրը սահմանին ապրող բնակիչները հերթով լքում են ուրեմն մեր հայրենիքի սահմանները, որովհետեւ ըստ ԿՊ-ի, ԿՊ-ական ողմակի պատժավայր է հայոց սահմանը, եւ այդ սահմանի ապրողը պատժավայրից դուրս է գալիս, ասում է ես ինքնական խեմ եկել զնդանում հայտնվել, դուրս գամ այդտեղից, եւ գնում է եւ շատ նորմալ են ընդունում եւ ասում են թփեր կտնկենք, երեսները չեք տենա, սա է այս խեղ կատակության մեջ Նազարյանն էլ ասում է տուն են կառուցում, Սիսյանի գյուղերը դատարկել կրակի բերան, մի հատ գնատես ինչա կատամ, ասում է տուն են կառուցում։ Իր տղեներ ասում ուրիշ բաներ ասել, ինքը շուռ տվեց ուրիշ բան ասեց, իրան տես բաներ Բան նրա անունը խնդրում եմ չտակ, պարզապես հարգելով եմ, որ տղան զոհվել է, այդքան բան, բայց որ եկել է ինքը իր մեկն էլ կար, չէ, էր ասում էր ես բանի պապն եմ, ինչա, եւ էլի երաս պատմեց, եւ երաս պատմեց, անամոթաբար կանգնեց, երազիս եկել էր, ասեց սենց, բայց ես այդտեղ էլ զարմացած եմ, որ Աբաջյանի նկարը ինչի էին բերել սրանք, ինչի էին պապ, չէ որ Աբաջյանը ասել էր ես հողը հանձնողի մեր է, հիմա այն մարդ ինքնակամ խիեկետում այդ խեղճ Այսինքն առաջին վարքյանից իրանց ասել են ձեր սենսը ասել են բանը ենթագիտակցություն մենք սրանք եկան գագաղներով սրանք բոլոր սիմվոլները մեզ ցույց տվեցին որ մահաբերներ են
ավերիչներ են, սրանք չեն եկել ինչ-որ բան ստեղծելու։ Ես հիմա տեսնում եմ մարդկանց նաև ում տաներին մոտեցրել էին այդ դագաղները, անգամ արվեստի մարդկանց չէին խնայել, այսինքն իրենց համար ոչ հոգևոր արժեքար կար լավ, խոսք էին տվել և Սորոսի ճատերն ու Էրդողանի ետիմները միասին կարողացան ուրեմն ծրագրել և կործանել Հայաստանը և մինչև հիմա ստի կայսրության մեջ պահում են Անդրությանը, որովհետև ստից դուրս ճշմարտությունն է, իսկ ճշմարտության մեջ արդեն տեսնելու են, որ այս արունոտ ձեռքով շարվածները, որ փորձում են լուսապսակներով հանդես գալ, ովքեր են չարքապատկաններն են, որոնք դեռ չեն ավարտել իրենց գործը, որտև իրենց միակ փրկությունը Հայաստանը վերացնելու, հայ ժողովրդին վերացնելու մեջ է։ Դա կլինի ԿՊ-ի փրկությունը, միակ փրկությունը։ Այլ դեպքում ասել եմ նրանք հայտնվելու են արդարադատության առաջ եւ վերջերս էր որ մեր սիրելի Էդգար Ղազարյանը նշեց թե ինչ պատիժներ է ինքը իրեն խոստանում Փաշինյան Նիկոլը գնդակահարության պատ կախաղան չգիտեմ ասաց է դու ես որոշելու եւ ասաց մեր մոտ մահապատիժը չի գործում մենք կորոշենք քո պատիժը կգա օրը ժողովուրդը կորոշի առայժմ ինքն է նստած եւ ինքն է տանում Այս ժողովրդին որովհետև ժողովուրդը դեռ չի հասկանում վերջնականությունը զգալի մասը փոխվել Ես Գյումրիում էի Եცե Վարդան Ղուկասյանը ոնց է ճիշտ հասկացրել երկու կարևոր բան որ այս թալանչին ոնց է տանում գողանում գյումրեցիների գումարը եւ ոնց է հասկացրել որ թուրքի բերանեք հայկական արժե համակարգը կրող ազնվազարում հայ է ապրել է հայկական իրականության մեջ Գյումրիի համով ոտով կոլորիտը մեջն է եւ անգամ իմ գրող ընկերները զանգել որ իրենք այդ ընտրության սատարելու են անպայման Վարդան Ղուկասյանին, որովհետև նրա մեջ են տեսնում Գյումրիի առաջընթացը, ծաղկումը, ինչը որ այդ մարդը արել էր նաև այն տարիներին։ Եթե առաջ չլներ, ժողովուրդը չէր կարող որովհետև այս մարդը երկիր է սարքում, այս մարդը փողը պահում է Գյումրեցու տոնին այնքան մեղք է, դա անգամ չի շնորհավորում։ Երկու Դոմիկի մարդ էլ գնա, ասենք տան մեջ նորմալ ապրի, բա ուզում եք ԿՊ-ի ֆակտ, հա։ Ավելին Տեսեք, անգամ այնքան չար ու փոքր է, չի շնորհավորել գյումրեցիներին տոնը, ասում է, հա, գնացել է 20% ձայն եք տվել, վերջ, ის ինչ փոքր ես։ Դու չգիտեմ, դու սկի մի հատ բանը հավանոց ղեկավարելու իրավունք չունեիր, է։ Ես դեռ կապ չունեմ հայեր, որտեղ հայերը հաղթում են, ես դրանից գյումրեցիք արդեն հետևություն արել են։ Դե հիմա բոլոր տեղերը հետևություն։ Այո, նաև աղար շապատում Տեսեք իմի խաղաղության այդ ինչա սուտ կեղծ մի թուղթ բերել թափահարումա թե իբր տեսեք խաղաղություն են բերել նախ ժողովուրդը մոռանում է որ խաղաղություն բերել էին այդ իրենց կողմից մերժելի նախկինները որոնք եւ խոսելի տեղեր ունեն եւ փառաբանելի տեղեր բայց կարեւորագույն հարցում պետություն պետականություն երկիր պահելու այնպիսի խաղաղություն որ հայր Ալիևը եւ որդի Ալիևը գլուխը կախ այդ խաղաղության բերած երեք նախագահի արչև գլուխը կախենք իր քաղաքական պարտությունը, որը նաև պատերազմական առումով պարտություն դարձավ եւ պատերազմների առիթ տվեց, հիմա ասում են խաղաղություն, ինչ խաղաղություն, այսինքն իր պատերազմը, իր բերած պատերազմը, ասում է ես խաղաղություն եմ բերել, ում վրա ես բերել, արա, քո վրա ես բերել։ Եվ այնտեղ այդ դավաճանախումբը, որ ԿՊ-ներ, որ որևէ մասնակցություն այս պատերազմին չունեցաք, որտեվ սա ձերը չէր, ձեզ համար հողը սրբություն չի։ Ձեզ համար հողը նրա համար է, որ ինչ-որ մի բանկ մեջից հանեք, ուտեք, տանեք, լապեք, հետո կարողանաք խաբեք այս ժողովրդին, ասեք այս մարդիկ այնքան լավ են աշխատում, բայց չեք ասում, ինչի համար են աշխատում, երկիրը քանդելու։ Ես միշտ մտածում եմ, ասում եմ, պարգևավճար տալիս են լավ աշխատանքի դեպքում։ Սրանց լավ աշխատանքը ո՞րն է։ Պարզվում է սխալ էին մտածում, տալիս են երկիրը քանդելու համար, շատ լավ են քանդում, ախր, աշխարհում մի հատ ուրիշ քանդարարների ջոկատ չկա, որը գա կանգնի այդ երկրի պետության գլխին, այդ ժողովրդի հավաքած կոպեկ հավաքած գումարներով, որը բերում է երկիրը շենացնի Միքայել առաջ տան, սրանք դնեն էդ էլ քանդեն։ Եվ սա է կատարվում, եւ դրա համար պարգևավճարվում են, որպես լավ քանդարարներ, եւ երբ արդեն ընդվզում է լինում, նռնակները շպրտում են, այդ նույն արևմուտքի կեղծ դեմոկրատները դեսպանատոնով հայտարարում են լավ են անում, այսինքն այնտեղ, որտեղ իսկապես ժողովրդավարություն, դեմոկրատական արժեք պիտի գործի,
նռնակն է պայթում։ Իրենց համար ինչ դեմոկրատիա, ինչ ժողովուրդ, ինչ արդարություն։ Սրանց համար սա պլատֆորմ պիտի լինի, իրենց ռազմական ինքնաթիռները թռնեն, այս լինի, այն լինի։ Իհարկե պիտի ասեն, այս հանեք, այն հանեք։ Փոխարենը մենք ինչ ունենք։ Ասում եք, այս կբերի, այն կբերի, այսինքն էլի ստում եք։ Երբ ես իմ ստեղծածը կունենամ, երբ կարող եմ ասել, ես պաշտպանում եմ իմ հողը, այդ ժամանակ ամեն ինչ անել կտամ։ Ասեմ, ես կարող եմ պաշտպանել եւ իմ ձեռը կմեկնեմ բոլոր նրանց, ովքեր գալիս են բարեկամաբար ինձ հետ ուրեմն հարաբերություններ մշակելու։ Իսկ նրանք ովքեր թշնամաբար կգան, դրանց կոչնչացնեմ։ Սա պիտի լինի փաստը։ Ոչ թե եկեք այդտեղ կարե, արա մատաղի գառներ։ Ուր էլ գնաք, ձեզ մորթելու են, որտեղ դուք մորթվելու եք մղվում, դուք պիտի կարողանաք հզորանալ, կայանալ եւ խոսալ ով է ձեզ հզորացնողը։ Այդ որ Արցախ էին փրկում, այդ նույն ինչա Մակրոնը որ անընդհատ մեջ ընկավ, ես բավոց ասել եմ, որ նա իր տորթի բաժինն է ուզում էս խաղից եւ այդ իր բաժինը տարավ ու ծիծաղում եմ այս վրա, որ մենք դնում ենք հայկատար մի հատ գրությունով հալվում էր ամբողջ ազգը։ Արա այս ամբողջ Արցախը տվել էր գլխի չընկավ, մի հատ հայկական գրառումը ձեզ, ասենք չգիտեմ ինչ հալում մաշեր անում, տեսեք Մակրոնը հանում էր, չգիտեմ Մանուշյան էր վերաթաղում, ինչ էր անում։ Մի խոսքով, այս կապիկություններով դրել ազգ են, որտեղ մենք հուզական ազգ ենք, որովհետև մենք այդ հուզակ, ես չեմ ասում վատա, լավա, այդ չեմ քննարկում։ Ես ուզում ասել, որ կա տեղ, որ պիտի սառը բանականությունը գործի, պիտի ընկալենք, որ մեզ ոչնչացնում են, ընդամենը բառերով, խաբելով, հիպնոսով, փաստերը նայեք, այս 7-ից ավել տարիների փաստերը ցույց են տալիս միայն նահանջ, կորուստ, ավեր, սա։ Իսկ բառերով գալիս են փաթեթավորում են մեր արդյունքը, որպես ծիծաղ մատուցում են եւ մի քանի զոմբել ասում են դմդմփու, տենում եք մեզ ծիծաղ ա բերել։ Հետո որ բացում են, տենում են արդյունքը, ասում են խեղճ Նիկոլը ինչ անի, գցել են ջեբը։ Չէ, չի աշխատում դրանք։ Հիմա նորից խաղաղության թուղթ, որտեղ Տրամփը պարզապես ասում են դուք մի 10 օր առաջ sense մարդկանց ասեց ով։ Բա sense Հայաստանի հարցա տալի լրագրող։ Ասում ալբաններ, ալբանացիք այնտեղ են։ Ասես кто это потерпевший, откуда он взялся։ Я его, говорит, первый раз вижу։ Այսինքն ես մարդը չել կարում դրանց հիշի, դրանք ովքեր էին։ Եվ այդ խաբեությունը այստեղ աշխատում է։ Արա գոնե այդ Տրամփ, մի քիչ մարդ լներ, ես մարդը այդքան չարչարվեց, հասավ քո դուրը, 1000 դուր ծեծելուց հետո, գոնե մի հատ ասա, հա, հեչ, ճիշտ է, չեմ ստորագրել, բայց ես խոստանում եմ, հենց զանգը կվերցնեմ, կասեմ եղունգ ունես գլուխդ քորի, արա։ Եղավ այդ կապիտ, կետաս կոկ։ Չէ, բանը լավ ասես, մակասի հիասթափված եմ Ալիևից, երբ որ արդեն կգանք շրջափակեն կոտորեն հայերին, այնտեղ մեկը կլինի, էլի կասի, բա դուք բան էիք խոստացիք, ասի, ես Ալիևից հիասթափված եմ, ես չէի կարծում դի Ցեղասպանի, չէի կարծում, ոնց որ հիմա Գազայի օրինակում, չէի սպասում, այդ գերիներին, Ալիևը ինչ որին վերեց եւ ինչպես ամբողջ մեր ժողովրդին դարձրեց ագրեսորներ, ինչպես իր սկսած պատերազմները խնդիրները, հլա հիշեք Սումգայիթով, ամեն ինչով, խեղճ էր, այս ամեն ինչը մեր գլխին բերեցին, այս մահն ու ավերը, եւ հիմա ասում այս ագրեսոր հայերը այս ամեն ինչը արեցին, հարձակվեցին, բայց ես հիշում եմ, հիմա ուզում եմ հիշեցնել, այո, այն նախագահի խոսքը, որ այդ նույն ՄԱԿ-ի դահլիճում հնչեցրեց, ասեց այդ ժուրնալիստը, որ ասեց, ես չեմ կարողանում գնալ իմ պապուս Շիրիմին, որովհետեւ բանը ինչա Հայաստանը գրավել է այդ տարածքները, Սերժ Սարգսյանը ասեց, եթե էլի փորձեք հարձակվել, տատուտ Շիրիմն էլ չես կարա այդ ասարա։ Դե ասա Նիկոլ, այդտեղ էր որ խեղճանում էին, մուրում էին, խնդրում էին, այդտեղ էր որ վազում էին Մոսկվաներից խաղաղություն բերելու, ոչ թե Գերմանիայից Ամերիկայից մի հատ թութ բերելու ասել։ Թուրքիայում հնագետները հայտնաբերել են դամբարան, որ պատկանում է Աշոտ Մեծ թագավորին։ Դե ասա մերն է Նիկոլ, թե էդ էլ Արցախը սաղսես տվեցիր, այդ ամեն ինչից հանձնում ես կամ հիմա բանից են բանը ասել էր Արմավիրում հարցեր ունեմ։ Այսինքն նա լսեցրեց, եթե թեժանա Իրանում պատերազմ, ինքը հանգիստ քայլելով կգա, որտեղ այդ ժամանակ բոլորը զբաղված կլինեն Իրանով, այս Հայաստանը ով է նկատելու։ Գալու է եւ բարևի Նիկոլին ասի ապրես ապեր, բայց քանի որ դավաճաններին չիներում այդ խումբին հավաքել կտա միտեղ ճաշկերոտի կամ կթույնի կամ ինչ կանի, դե մեզ էլ ասել եմ, դի դա որոշ մասը կպահի, որ իր զորքի եղած
ինչ է, բաները լվան, ձիերի տակը մաքրեն, էսա այնը մի խումբ կպայի ամեն դեպքում հայերին ինքն էլ իր տղուն բանը, չէ, գարեջուր ծախել էր սովորացնում, որ կարենա գարեջուր մատուցի, այտենց մի քանի օքեա, բալավ են արժանապատիվ է, ինչ անի։ Մորթվի։ Էտա լինել, դուք Մակրոնին հիշեցիք, բանն էլ երկրորդ նախագահն էլ մեջբերում հիշեցրեց, որ ես ճիշտ ասած ծանոթ չէի, Սարկոզին փաստորեն բան հարցազրույց է տվել, փաստորեն այս գլոբալիստ ականքները բոլորը իրար նման են, նույն ստախոս բաներն են, էլի, բիոսարկեր են։ Երբ որ Սարկոզին նախ այն հիշեցին, որ դուք ոնց եք պատկերացնում Ժակ Շիրակը, բան այդ մարդիկ, ասենք Մերկելը գնան ինչ որ այս խելոք շարքով նստած լինեն Թրամփի մոտ մտնելուց առաջ, տեսեք ինչ ասենք այս ողորմելիների վրա է, էլի, հույսը դրել բանը Նիկոլը, եւ ինչ է ասում այդ հարցազրույցի ժամանակ Սարկոզին ասում են, դե պարզ է, չէ, որ կործանման է տանում Ֆրանսիան, ազգային արժեքներ, բան, ամբողջ գլոբալիստական, այսպես խժռում է ազգային ամեն ինչը։ Ֆրանսիայում ասում են, լավ, որ հանդիպում ես իրեն, ինչ որ խորհուրդ բան չես տալի, ասવા չէ անիմաստ է։ Ասում են ինչի, ասում են, որովհետեւ սուտ է խոսելու։ Ասելու է, հա, դուրս է գալու հակառակը։ Այսինքն բոլոր գլոբալիստները եւ գլոբալիստների մնացուկները, թափթփուկները սրանց նման, իրար նման են, նույն ստախոս բիոսարկերն են։ Մակրոնը կլինի, մյուսը կլինի, սա կլինի, իրար նման են։ Ինքը շատ դիպուկ է Սարկոզին, որակումներ շատ կան, բայց Իսագուլյանինը ամենադիպուկն է, ասում է Պետոֆիլիայի զոհը հերել է, ասում են։ Դե բայց պետոֆիլիայի զոհը շատ սիրուն Արցախը ծախեց։ Դերես միամիտ գառները հավատացին։ Եթե մի տղամարդ ինքը կինը հանդես գալի, ոնց հրանից ինչ նա արդեն խեղված երևույթ է, չէ։ Հիմա բերում ենք մենք դրանից ինչ որ հույս ենք ունենում, անկախ են բանից, որ երկրի հետ ինչ հարաբերություն ունես, այսօր այդ գլոբալիստները, որ արշավի ելել են, սրանց բուն նպատակը մարդկությունը, մարդկային արժեքները վերացնելն է։ Եվ վերջին հարցը, տեսեք, այսօր հրեշը մոլորակի Նեթանյահուն ինչ է անում, մեր աչքի առջև, ես միջև երևի ես վերջերս ասում եի բանը, ոնց կարող էր էլի աշխարհի առջև 15 թվականի ցեղասպանություն, բայց ակնհայտ է ցեղասպանության հետևում էլ Իսրայելն է, այդ ժողովուրդն է կանգնած, այն ժամանակ Իսրայելը չկար, որովհետև տեսակետ կա, որ բոլոր ցեղասպանությունների հետևում միշտ կանգնած է եղել հрьяաներն են կանգնած եղել առաջին անգամ իրանք իրանց ձեռքով արդեն բացահայտ նույնիսկ լկտիած է որ բացահայտ ցեղասպանություն են անում բայց ու տեսեք ինչ արեց դե երկու ցեղասպան այդ ես չեմ ասում Ջեֆրի Սաքսը անդադ ասում է երկու ցեղասպան պետություն կա մեկը իմ երկիրն է մեծ բանն է Միացյալ Նահանգները մեկը Իսրայելն է որտեվ առանց իմ երկրի առանց Միացյալ Նահանգների այդ ցեղասպանությունը չէ լինի այս հատուկ հայ ժողովրդի համար որ այնց հորթի հրճվանքով բան եղած Թրամփի ջամբե, Թրամփի բանը, որ ոնց է, այդ այլանդակությունն է, ինչա տեղի ունենում։ Եվ, բայց ես մի հատ ինչ-որ բան են գտել, հիմա լավ է, թե վատ է այդ պատրվակ են գտել իբր թե գերիների, դուք տեսեք, ինչ գնով, ինչով, նախ այդ ինչ ժողովուրդ է, հրեա ժողովուրդ է, գիտեք, իրանց ազգի, իրանց անի համար, սենց ամեն ինչի վրայով կգնան, իրանց գերիների համար 200,000 մարդ դուրս եկավ, Եվ մի 10 անգամ դուրս եկավ փողոց, ասեց մեր գերիները։ Հիմա պետք է մենք հայ ժողովուրդը ազգային, հայ հեղափոխական դաշնակցությունը, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, առաջինը թիմերը, չգիտեմ ինչի ինչ եք դուք բոլորդ, որ մոռացել եք այդ գերիների մասին, որտեղ այսօր Հայաստանը թուրքերով գրաված է եւ իրենք չեն խոսելու դրանց, իրանք երջանիկ են, որ գերի են ազդել եւ այս երկն էլ Ռուբենը Մխիթարյան որ գրել էր, այդ նկարները որ գալիս է, մի հատ վերջում կդնես Մարիամետ, ամեն մեկի դեմքին նայում ես մահ է։ Մի հատ Ռուբեն Վարդանյանի խնդրում եմ աչքերին նայեք, Բակո Սահակյանի, մահ ես պատկերացնում իրենք ինչ են, այս երկուսը ինչ են ապրում, ինչի միջով, ինչ են անում այս մարդկանց հետ, այո, ինչով են ասում, չկա, այնտեղ կյանք չկա, իրանց աչքերին նայում ես, այնտեղ կյանք չկա, իրանք ուղղակի սենց բանը չգիտեմ ինչ են, այնտեղ չեն էլ ապրում, էսա, ու այս հայ ժողովուրդը մոռացել է, այնտեղ Նեթանյահին փրթեց 100,000, 200,000, ասեց գերիներին պիտի ազար, բա տականք, այն որ դու գնում ես հրճած վիժված, կեն որ գիրքը գրկած չես գնում, ասես, ուր են գերիները, ուր են այս մարդիկ, հա, ինչի՞ այդ հարցը չես բարձրացնում, մոռացել ես դրա մասին, մյուս կողմից էլ հայ ժողովուրդը մոռացել է իր ամենա զավակների մասին, ամենա, այն որ թուրքը տարեփակել է, որ հայ ժողովուրդը մտածինքը չունի,
Ոչ հերոս ունի, ոչ արժանապատիվ հայ ունի, ոչ հայրենիքի համար կռիվ տվող ունի, ոչ հայրենիքի համար պայքարող ունի։ Մոռացեք, սենց միասին մոռանանք ու փակենք։ Ունենա դրա համար, եթե ունենայինք նորմալ իշխանություն, այլ իշխանություն, իհարկե պայքարել կլիներ, այդքան ամբիոններում ելույթներ եղան, մի անգամ չլսեցինք, անդրադարձ այդ մասին, որովհետև իրենք հաշվում են, որ իրենց համախոհները չեն։ Եթե իրենց համախոհները չեն, եւ ուրեմն հայերը ժողքի մեջ են։ Հայերի համար պայքարելու որևէ բան չեն ձեռնարկելու։ Իսկ ձեր նշած Իսրայելի համար ես նորից հիշեցի Նիչեի խոսքը, որ ասում էր աշխարհի բոլոր խառնակությունները հրեաներից են եւ այդ պատերազմը, ցեղասպանությունը, որ նրանք իրականացնում են, ճիշտ եք ասում, արդեն իրանց ձեռքով եւ ուրեմն իրանք ունենալով նաեւ ինչա Միացյալ Նահանգների հովանավորչությունը կարողացան խաղաղ հանգիստ դրանք ոչ միայն հովանավորում էին, այլև արգելել էին որևէ մեկը ինչ որ հաճիչ խոսք ասի Իսրայելի մասին։ Ոչ մեկը ջուր չհասցնի։ Պարտավորեցնում էր, որ այո, մենք պիտի կոտորենք, դուք նայեք, մենք ոնց ենք կոտորում։ Սա էր իրականացվում եւ բոլորիս աչքի առաջ էլ դա եղավ, այսինքն ուժը իրավունք է ծնում եւ ուժի դիրքերից են այսօր մոլորակի վրա խոսում, ամեն ինչ շրջանցվել է, ողջը եւ ես ձեզ ասեմ, որ հիմա այն խոսքերը, որ պատտվում են գլոբալիստների երազանքն է, որ մոլորակը ուրեմն մարդկությանը կիսով չափ պակասեցնեն, դարձնեն գոնե 4 միլիարդի սահմաններում, նրանք այդպես անում են։ Դե թող իրենցից սկսեն պակասացնելը։ Դե եկեք մենք ձեռնարկենք, նորմալ մարդիկ, ձեռնարկենք։ Բայկյով ամենախելոք բոլոր ժամանակներում աշխարհի ամենախելոք 10 ժողովրդի մեջ ենք մտել բոլոր ժամանակներում, բա ինչ եք ուզում մեզնից։ Դե էսա հիմա ինչ եք ուզում։ Աշխարհին ինչ ասես տվել եք։ Ինչ ասես։ Գիտնականների կարիքը մեծագույն 2 միլիարդեր ունի, 2 միլիարդեր այսօր փակված ասենք, քանի միլիարդերից 4-ը փակված են, 4-ից 2-ը հայ են։ Այս ազգահանգիստ նստած է։ Մեկը այստեղի բանտում Սամվել Կարապետյանը, այս մարդը 1 միլիարդի բարեգործություն արել հայ ժողովրդին, այլ մարդն մի աստղաբաշխական, այլ չեմ ասում, որ Ռուբեն Վարդանյանը կյանքն է նվիրաբերել, այլ զոհաբերել է, սենց դրել է, սենց հայ ժողովրդի առջև, անշնորհակալ, ոչ հիշում են, ոչ խոսում են, ոչ գնում են Նիկոլի դուռը կոտրում են այս մակով, ասեն ուր ես, որտեղ ես այս հարցերը բարձրացրե, ինչ ես ասում։ Չէ, այս մարդկանց փակել են սրբազաններից սկսած, որ մեզ ասեն դուք ոչ մի բան եք, ոչ ազգ եք, ոչ առաջնորդ ունեք, ոչ հերոս ունեք, ոչ պայքարող ունեք, ոչ մաքարող ունեք, ամեն ինչ էլ ունենք, մենք պայքարի ճանապարհին ենք, չպիտի հանձնվենք, հակառակ դեպքում 8 ամսից, երբ որ այս տականքը հանկարծ, հիմա որ դուք ես հասկանում եմ, դուք այնքան բարձր մարդ եք, ինչ որ ճանապարհ եք անցել եւ բան ունեք, գնահատանք ձեր մեջ կա Մեխակյանի իրան, բայց դեռ ուշ չի, արգիշտի ես, չգիտեմ ինչ ես, այդ քո կեղտոտ, այդ քո դավաճան, սրիկա ճանապարհից հետ կանգնի, դու ցեղասպանի, երրորդ հանրապետությունը արյան մեջ թաթախած, Արցախը թշնամուն հանձնած, Սյունիքը թշնամուն հանձնած, Գեղարքունիքի տարածքները, Ջերմուկի թշնամուն հանձնած, մարդուն ձեռք ես սեղմում, աջակցում ես եւ արագացնում ես, որ թուրքը գա, ոնց որ Արսենյանի զավակ ես, որդի ես, չգիտեմ ինչ ես, Ջերմուկ գրուպի տեր, դու նպաստել ես քաղաքապետ լինելով, դու ընկերակցել ես, թիմակից ես դարձել ԿՊ-ին նրանց, որ քո հոր տան գլխին, քո հայրենիքի տան գլխին, Ջերմուկի բարձունքին բերի կանգնածի թշնամուն, դու օգնել ես եւ այսօր դու սրիկա, այսօր դու ձերք ես սեղմում նորից իրանց, մարզպետ ես դառնում այդտեղի, որ նորից, ու դու ասում ես, որ խաղաղություն կլինի ու դուրս կգան, հիմար, դու ես հիմար, թե ես հայ ժողովրդին ես հիմարի տեղ դրե, ես գիտեմ, հիմա այս խոսքերը կլսես ու կասես, ոնց թե, մի հատ իջեր Անժելա ինձ բան ասում, տղա ես, դե գնա Թուրքին ասա, տղա ես գնացա հորը տան գլխին, բերել թուրքակը, դե տղա ես գնա ասա, դե հերը տղայա թող գնա ասի, դե գնացեք թուրքին ասեք, դե գնացեք են տղերքին ասեք, որ թուրքին բերել են, տղա չեք որովհետև, ղզիկ եք, ղզիկի նման կնստեք, ասեք, Անժելան բան ասեց, են մեկը բան ասեց, դե գնացեք ցույց տվեք, որ ձեր մեջ մի հատ այս կամ հպարտություն կա, մի փոքրել հայրենիք կա, ու դուք պատրաստ եք այդ բարձունքից շպրտելու թուրքին։ Չկա ջեր մեջ, վստահաբար ասում եմ, եթե կա հրաժարվեք այդ պաշտոնից, եթե կա ԿՊ-ի դավաճանի հետ նույն ճանապարհը միացեք ու թուրքին մի բերեք այստեղ։ Մի բան էլ ես ասել, ուրեմն Սրբազանի պատկերն է, նախ այս խայտառակություն էր, որ 2 տարվա ազատազրկում տվին, սա համաշխարհային պատմության մեջ կգրվի, որ ուրեմն նման Սրբազանին կալանավորում է այդ ժողովուրդը։ Ես կարծում եի, որ այս դեպքում իսկապես ողջ հայ ազգը ոտքի կկանգներ, կասեր, այդ չատկապատկաններ դա հերիք եղավ,
բոլեղավ ռադներդ քաշեք ոնց կարելի է հասկանում եք ձեզ օժնողը ձեզ անընդհատ իր էներգիայով, իր նվիրումով, իր աղոթքով մեր ամեն ինչը փորձում էր դեպի հաջողություն, դեպի հաղթություն մղել։ Եթե որոշ բառեր անգամ հնչել են իր կարծիքով, խիստ որը կարա, չգիտեմ, իրավական ինչ-որ գնահատականներ, բայց այս մարդը իր կարծիքն է հայտնում, այս մարդու կարծիքը, այդ բազատախոհությունը ուր մնաց, բազատախոսությունը ուր մնաց, այդ ամեն ինչը կեղծ, սա դնում է, տանում է իրականում կոտորում է։ Ամերիկյան եթերում նստած, ամերիկացիք եթերում նստած ասում են Թրամփ դու դեբիլ ես, դու տավար ես։ Բառ եմ ասում, դու շան տղա ես, դու շան ծնունդ ես, դու ցեղասպան ես։ Մի հատ բացեք, նայեք CNN կլճի, մի հատ տեսեք Ամերիկա ինչ ասես ասում է։ Եվ ուզում եմ մի բանով էլ դիմել, քանի որ ընտրությունով սկսեցիք, որ առաջիկայում ընտրություն է սպասվում, ես դիմելով ընտրությունից չգիտեմ քանի հոգի կմասնակցեն, բոլորդ ովքեր կմասնակցեք, առայժմ ովքեր որ նշված են տղամարդիկ են, ձեզ տղամարդու պես պահեք, հայ տղամարդու պես պահեք եւ ի վերջո այո ապրեք հայոց արժեհամակարգով, ունեցեք այն սկզբունքները, որը ունեցել են մեր տատերն ու պապերը, մեր հերն ու մերերը, ես այս քաղաքը գիտեմ ինչ գեղեցկության մեջ է եղել, ինչ սիրունության մեջ է եղել, ինչ հեքիաթի մեջ է եղել։ Եվ այն իրար սպանող խոսքերը Ռազմիկ Դավոյանը նման մի արտահայտություն ուներ, ասում էր մեռած թույն շպրտել։ Այդ մեռած թույնը, մեռած թույն, այդ մեռած թույնը իրար վրա մի շպրտեք։ Այլ կարողացեք համախմբված խաղաղ կերպով այս քաղաքը առաջ մղենք։ Ի վերջո թույլ չտանք, ես էլի եմ ասում եւ բոլորին եմ ասում։ Թույլ չտանք, որ Նիկոլը կարողանա հերթական հրահանգված ծրագիրը։ Սա իրեն հրահանգված է ակնհայտորեն։ Հիմա ես տեսնում եմ հիշեցումները, ուրեմն համացանցում ինչպես էր այդ Ուկրաինայում եկեղեցու տաճարի դեմ, այսինքն նույն կողմուց են ուղղորդվում։ Տեսնում ենք ինչպես էին Վրաստանում փորձում անել, բայց վրացիք շատ ամուր կանգնեցին եւ պարզապես ջարդուխոտ արեցին բոլոր նրանց, ովքեր իրենց մայր տաճարի դեմ էին գալիս։ Եվ հիմա ստեղ էլ սա ձև է գտել, սա հասկանում է, որ հավատը մեր մեջ շատ ամուր է նստած։ Ասում եմ, դե կանգնի, ասեմ, հոգեվորականներն են սխալ էլի։ Այսինքն այս մեղքերի մեջ թաղվածները մեղքերից են խոսում այմար, այս մեղքերի մեջ թաղված, խրված, մինչև կոկորտ խրվածները։ Այն Ալենին էլ ասեք այդ կապիկություններդ վերջ տուր, իրան Ջեյմս Բոնդի տեղն ա դրել, Ալենն էլ իրան Ջեյմս Բոնդի տեղն ա դրել, իբր կինոյի տղա, այղա դու ընդհանրապես ոչ մի բան ես, գնացել եմ այդ խայլում ա, իբր մոմերը դու ոչ մի բան։ Կատարը շատ լավ խաղաց, դագաղում պարկած։ Ես դա հիշում եմ, որ շատ սազում է այդ դերը կարաս խաղաս, այդ դերը խաղաս։ Թե չէ ինչ-որ եկեղեցի ես գնում, չէ բան տղա ես շիս տալիս։ Ես էլ մաղթում, ոտքի կանգնենք, փրկենք այս Հայաստանը, իսկապես ափսոս է էլի։ Եթե հանձնվեց թշնամուն վաղար շաբաթը, ուրեմն Եղվարդից սպասեք թշնամուն։ Այս մեր չի հանձնվելու։ Մեր տղերքին Կարոն Քոյն մայր հայրենիք, հայրս ուսն է, մայրս լույսն է, Հողս լույսն է, ազգս գույն ընտանիք, հույսս լույսն է, մեր նամուսն է, Կռիվ մահու կենյաց, կռիվ կուդամ դամովին, Արարագից արագած, մեր իմ սարերից հովին, Ուշտուր մեզի աստած, դուստուր հոգում կաջերին, Արարագից արագած, մերնիմ իմ հողուջը,
կանչս Եկերտանք մրեգիր սարու լանջս Հոգու կանչս Կեն է հայրս մի բուր հողըտ կրգիր